ուղիղ մեկ շաբաթ է կոմբինատը չի աշխատում, այսինքն դուք էլ հարկադիր պարապուրդի եք մատնված, ինչ պահանջով եք այսօր այստեղ, ինչ եք պահանջում, ինչու եք այստեղ։ Մեր պահանջը նրանումն է, որ աշխատենք, մեկ շաբաթ է արդեն բոլորս գիտենք, որ չենք աշխատում, պարապորտի մեջ ենք, ոչ մեկ ոչինչ հստակ չի ասում, մեր խնդրանքն է, որ բոլորս աշխատանքի վերադառնանք, իսկ ինչ վերաբերում է վիճակին, չեմ կարող ասել, ինչումն են տանում, ուր են ուզում հասցրած լինեն 10,000 հոգի անաշխատանակ թողելով, աշխատանքից զրկելով, չգիտեմ ուր են ուզում հասցնեն։ Մենք հիմա պահանջում ենք մեր աշխատանքը։ Ինչպես ասել, ճիշտ է, իմ ընկերուհին շեշտեց, որ կովիդի ժամանակ էլ ա եղել այսպիսի բան, բայց երբեք մենք այսպես պարապորտի չենք ենթարկվել։ Ինչու՞մն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Այսքան ժողովրդի թողել առանց աշխատանքի, չթողել աշխատանքի գալ, սա աբսուրդ է ուղղակի։ Ինչ են մտածում, չեմ հասկանում ես։ Ցանկանայինք, որ այսօր հստակ պատասխան ստանանք, որպեսզի մենք վերադառնանք մեր աշխատանքին։ Մեր պարոն Ծառուկյան այսքան աշխատատեղ ստեղծելով, հիմա փակել են, չգիտես ինչ, ուզում են ժողովրդավար երկիր լինի, բայց ուր է ժողովրդավարությունը, որ այսքան ժողովրդի թողել են անգործ։ Ուր է։ Ես ուզում եմ պահանջում եմ եւ բոլորին, որ այսպես 70 կազմակերպություն ունեցող մարդուն, այսքան աշխատատեղ ստեղծող մարդուն, հիմա այսքան բոլորին թողեն առանց աշխատանք։ Ինչի համար։ Մենք բոլորս միահամուռ կերպով պահանջում ենք բացեն մեր աշխատատեղերը, մեր ժողովուրդը գնա իր աշխատանքին։ Այո, սա միակ մեր ապրոստի միջոցն է, բոլորն ասում են, ինչու եք, եթե լավ աշխատանք ունեք, ինչու այդքան վարկերի տակ եք, անգամ մեր Հայաստանի Հանրապետությունն է վարկի տակ, դա ինչ ասելու բան է։ Մարդիկ դրանով են կարողանում ապրեն վարկով եւ ի տարբերություն մյուսների պարոն Ծառուկյան այսքան ժամանակ չի եղել դեպ աշխատավարձի ուշացում լինի, չի եղել ոչ մի դեպ բոլորին հստակ հասել աշխատավարձը ժամանակին տվելա եւ հիմա եկել ենք այն մի պայմանում, որ հասել ենք այնտեղ, որ այսպես ժողովուրդը մնան առանց աշխատանք, չկարողանա մարդիկ վարձով են ապրում, մարդիկ վարկերի տակ են։ Միթե կարելի է այսպիսի բան անել։ Անգամ Հայաստանի Հանրապետությունը վարկի տակ է, դա ինչ ասելու բան է, եթե դուք լավ աշխատավարձ եք ստանում, վարկ չպիտի ունենաք, դա ասելու բան չի։ Որ հիմա հստակեցնում են ժողովուրդը, ասում են վարկի տակ չմնաք, ձեր աշխատողը թող ձեր աշխատավարձը բարձր լինել եւ այն, դա ասելու բան չի, բոլորս էլ գիտենք մեր Հայաստանի Հանրապետության վիճակը, բայց այսպես այսքան ժողովրդի թողել առանց աշխատանք, դա աբսուրդ է։ Ժամկետ չեն նշել երբեմն վերաբացելու, եթե երկար շարունակվի, ասենք 1 ամիս, ինչ եք անելու, չգիտեմ։ Մենք պայքարելու ենք, չգիտեմ, միամուռ ավելի ուժեղ, ավելի ուժգին ձևով ենք սկսելու պայքարը, որպեսզի մեր իրավունքները, մեր աշխատավոր, բանվոր դասակարգ իրավունքները չոտնահարվի։